Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, այսօր շատ ուրախ եմ։ Դրամատուրգությունը շատ բարձր է, որովհետև ունեմ շատ տաղանդավոր, շատ հաճելի հյուր։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Բենիկ Պետրոսյանի մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն, Արև Art Gallery հիմնադիր տնօրեն Արև Պետրոսյանը, խնդրեմ։ Աշոտ ջան։ Արև ջան։ Վերջապես հանդիպեցինք։ Շատ ուրախ եմ, ես նստիր, հիմա տես այսօր մենք հրաշալի զրույց ենք ունենալու, ես անչափ ուրախ եմ, որ դու իմ հյուրն ես, բարև Արև ջան, ոնց ես։ Հրաշալի, Աշոտ ջան, որ քեզ տեսնում եմ այստեղ, անսահման ուրախ։ Իսկապես ես քեզ շատ եմ սիրում, անկեղծ շատ եմ սիրում։ Թե Հայաստանում, թե այստեղ, որտեղ ասես։ Ասում Արևը ամենուր է։ Հա, դե գիտես ինչ, քո Արև կանոնը շատ ճիշտ են դերել ծնողները։ Գիտես, դու իսկապես Արև ես բերում։ Արևային աղջիկ ես, ոնց է Արևը փայլում, տաքացնում, ջերմացնում, նույնն էլ դու ես։ Ուրախ եմ, որ իմ հյուրն ես։ Մի փոքր շատ կարճ պատմիկով ասեմ, դպրոց ինստիտուտն ու վերջ։ Անպայման պիտի ասեմ, որ բախտ է ինձ վիճակվել, ծնվեմ մի հատ հեքիաթային ընտանիքում, հայրս քանդակագործ, Բենիկ Պետրոսյանը, մայրս ջութակահարուհի, Վահագնը դե հանճարեղ երաժիշտ փոքրուց էր եւ տունս կարծես բոմոնդային էր։ Այսպիսի մանկություն ունեցա եւ կարծես թե հենց այդպես էլ պետք է լիներ, ընդունվեցի Թերլեմեզան, հետո Գեղարվեստա թատերական հիմա արդեն ակադեմիա է կոչվում եւ ուղղից կարծես այսպես այնքան հետաքրքրասեր էի, որ ամենտեղ եւ ամենուր կայի ֆոտոյով, չգիտեմ, հազար տեսակի էքսպերիմենտներով, ասես շատ արագ մանկությունս դարձավ երիտասարդություն, երիտասարդությունս փոխվեց դեպի արդեն կարիերայի, արդեն ինստիտուտի տարիքից սկսված Էս էր։ Ուրախ եմ, շատ ես գիտեմ քո համարյա գիտեմ քո կենսագրությունը ու գիտեմ քո ընտանիքը, հրաշք ընտանիքում ես ծնվել։ Այդտեղ էլ է բախտը ժպտացել քեզ։ Այո։ Ես գիտես ինչ, մի անգամից ուզում եմ ասեմ տղա հետ, գիտես։ Մի անգամից տղա հետ, գիտես ինչ է, որ ասենք ընտանիքի բանի մասին խոսացինք, դե պարզ է քո գեները որտեղից են գալիս։ Այդ գեները հիմա անցել են քո տղային թե չէ։ Ես իրականում կարող եմ ասել 100% այո, բայց ինքը չի զբաղվում ոչ նկարչությամբ, ոչ երաժշտությամբ, բայց փորձեր ունեցել է եւ երաժշտականի մեջ բացառիկ, այսինքն տարիքային առումով հաջողություններ է ունեցել եւ կարող է նկարել այնպես, որ անգամ ես կողքից զարմանամ, բայց կարծում եմ իր մոտ ամբողջ միքս է գնում եւ հատուկ ինչ-որ ուղղվածություն դեռ չեմ տեսնում։ Բաստոն ինքը այդ գեները անցավ իրան, բայց ինքը չշարունակեց այդ գեները։ Ոչ, արվեստի մեջ չշարունակեց, կարծում եմ դա կլինի հետագայում արդեն ուրիշ ոլորտում, որտեղ կլինի։ Որպես հրաշք մարդ էլ պետք է լինի, այդ գեները անցածելի։ Դե հրաշք ընտանիքից եկած գեները հրաշք են։ Հրաշքն էլ պետք փոխանցվի այդ գեները։ Վստահ եմ։ Ինչ որտեղ ծնունդ կառնի, ինչ որտեղ իրան դա կօգնի, վստահ եմ։ Լավ, իմիջիայլոց գիտես, որ ով Լոս Անջելես գասը, եթե երկի չէ, երկի դպրոց է բացում, եթե կարող է բարի դպրոց, եթե դերասան է թատերական դպրոց, ու բոլորն էլ հաջողություն ունեն, որտեվ մակարդակով մարդիկ են այդ դպրոցները բացողները, արժանի մարդիկ են ու արժեն, որ երեխեք իրանցից բաներ սովորեն։ Այմա դու նկարչուհի, դիզայներ։ Հիմա եկել ես, ինչ շատ հետաքրքիր է, կարող է քո դպրոցը բացես, որտեվ հաստատ գիտեմ տաղանդավոր երեխաներ ստեղ լինեն, շատ շնորհալի, որ ծնվել են, ասենք հենց դրա համար, բայց նրանց բացահայտող է պետք։ Դու կարող ես լինես այդ բացահայտողը։ Ճիշտ ասած, դեռ շատ նոր եմ Աշոտ ջան այստեղ, տարի ու կես, շատ քիչ ժամանակ է, որ նման ծրագրեր իրականացնել, բայց ինչու ոչ, հետաքրքիր թեմա է, հնարավոր է եւ որևէ մի օր դրան անդրադառնամ, որտեվ շատ բան ունեմ տալու, ոչ միայն նկարչական առումով, դե երկար տարիների հեռուստատեսային դիզայնի փորձ, երկար տարիների ինտերիեր, տուն, էքստերիեր, այսինքն բեմեր եմ ձևավորել, երկար տարիների արևարտ ցուցասրահի որպես հիմնադիր տնօրեն շատ բան ունեմ, ոչ միայն նկարչություն նկարելու ձևեր սովորացնել, այլ ընդհանրապես
կյանքին նայելու ձևը։ Մարդ դաստիարակել համ։ Այո, շատ բան կա ասելու երեխաներին, կրթելու, բայց կարծում եմ դեռ հիմա ժամանակը չի։ Դեռ ինքս վայելում եմ ազատությունը եւ ուզում եմ մի քիչ ավելի շատ լինեմ ստեղծագործական այս բանի մեջ, քանի ազատագրվել եմ արևարցուցասրահի տանջալից աշխատանքից, այնպես որ վայելում եմ ազատությունը ստեղծագործության մեջ։ Կարող է այս հարցս մի քիչ շաբլոն թվա, բայց պետք է անպայման այդ հարցը տամ։ Դու քո բախտից, քո ճակատագրից քո ես։ Անսահման երջանիկ եմ, որ կամ։ Այո։ Ամեն օր լույսը բացվելուն պես մտածում եմ Տեր Աստված, մարդ ինչքան պիտի հարուստ լինի, որ կարողանա այսպիսի մեծ շռայլություն վայելել։ Օրը, արևը, լույսը, կյանքը, շրջապատը, ընկերներին, ընտանիքը, սիրող մարդկանց եւ ամենակարևորը Աստծո կողմից շնորհված այս հնարավորությունը ստեղծագործ լինելու։ Շատ լավ։ Հրաշք մի ստեղծագործություն ունես, որը կոչվում է միասնության ուժը, չէ՞։ Վիտրաժային շատ մեծ աշխատանք է, չէ՞, 22 քառակուսի մետրանոց, շատ մեծ աշխատանք է։ Դրա մասին կուզենամ անպայման պատմես մեր հեռուստադիտողներ թող տեղյակ լինեն։ Իրականում 15 թվականին էր, որ Եվրոպական խորհուրդը հայտարարել էր մրցույթ բոլոր պետությունների, որոնք որ Եվրոխորհրդի անդամ էին, եւ այս մրցույթի մասին ինձ տեղեկացրեցին եւ ես բավականին մեծ աշխատանք տարա եւ ես հիշում եմ ինձ նախապես ասել էին, որ կարող ես շատ առանձնապես չկենտրոնանալ թեմայի վրա, որովհետեւ դե դժվար կարողանան Հայաստանը ընտրեն, որովհետև գիտեք, պիտի մտածեն, եթե Հայաստանը այն մյուս երկիրը չվիրավորվի, այն մյուսը ինչ-որ քաղաքական ինչ-որ բան կար, բայց ես ուղեղս անջատած ամիսներ շարունակ սենց աշխատում, բաներ էի հավաքում, միշտ մաման գնում գալիս էր ասում էր, լսի դու աննորմալ ես, քեզ հստակ ասեցին այնքան, որ ինչ-որ մի էսքիզ, որտեղ չենք կարող չմասնակցել, պիտի մասնակցենք։ Եվ անակնկալ իմ համար այս էսքիզը, որը մի քանի տարբերակներ ուներ, թարգմանված էր լեզուներով, բացատրություններով, շահեց եւ մեկ տարվա աշխատանքի շնորհիվ, այո, Եվրոպական պարլամենտի խորհրդարանների շենքում առաջի անգամ կարող եմ ասել Հայաստանի պատմության մեջ նման կարևոր եվրոպական կառույցում տեղադրվեց Հայաստանի կողմից, ես այդքան չեմ դիտարկում որպես իմ աշխատանքը, չնայած այո ես էի աշխատել 1 տարի գործարաններում քնելով եւ արտանալով, անընդհատ Ստրասբուրգ թռնել հետ վերադառնալ, բայց սա Հայաստանի նվերն էր Եվրոպական խորհրդին եւ կարծում եմ շատ մեծ եւ նշանակալից մի իրադարձություն էր։ Արև ջան, շատ եմ ցավում, բայց առաջի մասը ավարտվեց։ Այնքան հետաքրքիր է։ Ես գիտեմ, ես քո հետ նստենք խոսանք, կարող օրերով խոսենք ու չավարտվի։ Ես իմ մասին, դու քո մասին։ Բայց սահմանափակ է, գիտես, հեռուստատեսությունում ժամանակը։ Ես հիմա քո թույլտվությամբ հիմա ես անցնեմ գովազդի, որից հետո կշարունակենք մեր այս շատ հետաքրքիր զրույցը։ Հաճույքով։ Սիրելի հեռուստադիտողներ, գովազդի արդյունի եթերում, որից հետո կանցնենք ու կզրուցենք նորից իմ լավագույն ընկերոջ հետ, որին ես սիրում եմ անչափ, Արև Պետրոսյանի հետ։ Գովազդի արդյունի եթերում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ մեր զրույցը Արևի հետ։ Արև ջան, ախր դու մեծ Արև Art Gallery ունես, դու բացեցիր, հիմնադրեցիր ու ստեղծեցիր ու ոչ միայն նկարներ են ցուցադրում, այնտեղ շատ լավ միջոցառումներ են անցկացվում, ուրիշ նկարիչներ են գալիս իրենց գործերը ներկայացնում։ Մի խոսքով շատ ուրախ թեժ անցնում այդտեղ ամեն ինչը, արվեստը, արվեստասերների հետ, բան։ Շատ հաճելի է։ Ես կուզեմ դու ավելի դու խոսես այդ քո պատկերասրահի մասին։ Ես կարծում եմ դա իմ համար մի պիոներական ճանապարհ էր, որ անցա,
որտեղ 2015 թվականին էր հիմնադրեցի Արևարտ ցուցասրահը եւ բոլոր իմ ընկերները ասում էին դու երևի խելագար ես, որովհետեւ նման ծանր պայմաններում Հայաստանը ինչ արվեստի մասին խոսք կարող է լինել, բայց Աշոտ ջան 10 տարի հաջողեցի։ Հիմա այստեղ եմ, ցուցասրահը փակել եմ Երևանում, բայց 10 տարվա ընթացքում Երևանի սրտում կենտրոնում անընդհատ միտքս դա էր ասում եմ ախր մարդիկ էստեղ ոչ միայն պիտի մտածեն անընդհատ ուտել, խմել, հագնվել, սրճարանից սրճարան, ռեստորանից ռեստորան, հագուստի խանութից մյուս ախր մարդիկ պիտի ունենան որևէ մշակութային մի անկյուն, որտեղ հարազատորեն կարողանան մտնեն, դուրս գան, միջոցառումների մասնակցեն, ամեն շաբաթ մեր մոտ լինում էր ասմունքի երեկոներ, գրքի շնորհանդեսներ, համերգներ էին լինում, անգամ Ֆոշը իմ մոտ չի եկել, բայց նմանատիպ շատ համերգներ են եղել, անգամ օպերային, կամերային փոքր բաներ են եղել, թատրոնի բաներ են, ամեն ինչ, ցուցասրահը բաց էր բոլորի համար, բոլոր ստեղծագործողների համար, մարդկանց ովքեր ուզում են ներկայանալ, ներկայացնել, էլ չասեմ, որ Արևարտ ցուցասրահը դարավ մի տեսակ անունը ինձանից առաջ ընկավ, մի հատ փոքր դրվագ պատմեմ հետաքրքիր, շատ արագ, հիշում եմ նոր էր բացվել 1 տարի եւ ջանք աշխատանք էի եռանդ էի դնում, որպեսզի ինքը տենց շատ հետաքրքիր տեղ դառնա, ուզում էի հաղթեի հաջողության առումով եւ հարսանիքի եմ հրավիրվում, դե ինչ պիտի տանեմ հարսանիքի նվեր, անշուշտ Արևարտ գալերիից նվեր։ Եվ գիտես, Հայաստանում հարսանիքները պահագալի եւ երաժշտությունը լռումա վերջապես եւ մարդիկ կարծես հերթ են կանգնում, որ շնորհավոր են հարսուփեսային, տեսնեմ այդ հերթի մեջ Արևարտ գալերիի տոպրակներն են մի քանի հատ պտտվում, այնքան ուրախացան ներսում, ասացի, «Ո՞վ ինչ լավ է, արդեն բացի ինձանից ուրիշ մարդիկ են օգտվում սրահից»։ Եվ աղջիկներից մեկը պտտվեց, տեսավ ես տոպրակով եմ, ասեց, ասես դուք էլ եք օգտվում Արևարտ սրահից, կողքի ընկերուհին ասեց, դու հիմար չես, ինքը հենց Արևն է։ Արև ջան, դե ես դա էլ հենց հաջողությունն էր իմ համար։ Մեծ գնահատականն է։ Դու սկսեցիր հերոստատ, մենք շատ առաջ ենք, հերոստատեսային այդ քո դիզայներություն, ձևավորումներ, բաներ անել։ Այդ դրա մասին ուզում եմ դու դրանից ես սկսել, չէ՞ քո կարիերան։ Դե իրականում այո։ Այդ դրանից եմ ուզում խոսել Ինստիտուտի տարիներից ինձ հերոստատեսային աշխարհը տարավ։ Եվ ես հայտնվեցի մի ահռելի հերոստատեսային այսպես հորձանուտի մեջ, որտեղ 15 տարի կերտեցի ձեռագիր, բերեցի, կարծում եմ հերոստատեսային դիզայներական ոճը եւ տրամադրությունը այլ որակի մեջ, շատ հաղորդումներ ունեցա եւ երեկոյան եւ նոր տարվա, Բարի լույս Հայաստանը, Ռուբիկոնը, որ շատ հայտնի էր, մի խոսքով հայլուրերը եւ բոլոր հաղորդումները դուրս էին գալիս Արև Պետրոսյան մակագրությամբ, ինչի համար շատ հպարտ եմ, բայց շատ արագ հասկացա, որ շատ արագ ասելով 15 տարի անց հասկացա, որ ուզում եմ ուղակի ստեղծագործել, ուզում եմ ստեղծագործողը դի ստեղծագործ դատարկ կտավը հեքիաթ սարքել եւ հենց այդպես տեղափոխվեցի մի աշխարհից մյուս աշխարհ։ Քո ամենամեծ արժանիքներից մեկը, որ դու իսկապես անում ես մեծ հոգով ու սրտով ու մեծ բանով ներշնչանքով, այդ քո բարեգործություններն են։ Ես գիտեմ, որ դու շատ ես մասնակցել թե բարեգործական ցուցահանդեսների, թե ինքդ անձամբ, այդ դրա մասին էլ կուզեմ խոսես։ Դե ասում Աշոտ ջան, ինչպես կարող ես ապրել, լինել դրթող եւ բրթող մի ուժ եւ չանել բարեգործություն։ Ինչպես կարող ես նայել մանուկներին եւ մեծահասակներին կարիքի մեջ եւ չտաս այն ամեն ինչ, որ հնարավոր ես գտնում, որ կարող ես։ Այո, շատ տարիներ շարունակ ինքս մասնակից եմ եղել տարբեր բարեգործական կազմակերպությունների հետ աշխատանք եմ տարել։ Վերջի բարեգործությունը դա արդեն 100 աշխատանք, որը ուղղված էր վաճառքը ամբողջ գնաց Շուշիում կորցրած
Արվեստի ակադեմիան պետք է տեղափոխվեր Ստեփանակերտ եւ ընդամենը 3 ամսվա ընթացքում 100 աշխատանք վաճառեցի մանրանկարներ իդեպ, որոնց հասույթով ստեղծեցինք արվեստի Այդքան մեծ աշխատանքներ անելուց հետո ո՞նց է դու իսկական փոքր գործեր գիտես Աշոտ, հենց այդ էր խնդիրը, երբ որ ցուցասրահը բացեցի, աշխատանքներս դե շատ մեծ են, մեկը մեկից մեծ, մտածեցի մարդիկ բոլորը գալիս են ասում են շատ ենք ուզում ունենալ քո արվեստից մի փոքրիկ մասնիկ, եւ դրա համար անդրադարձա հայկական մանրանկարչությանը եւ հուշանվերների շարքին, որոնք պատմում էին մեր պատմությունը, մանրանկարչությունը, կար նաև կրթական ծրագիր էս ամեն ինչի մեջ եւ դրա հետ մեկտեղ հնարավորություն էր տալի մարդկանց, որ գալիս է ցուցասրահ եւ ունենում են որևէ մի բան ավելի մատչելի, ավելի փոքր իրար նվեր տալու, ծնունդ, կնունկ, հարսանիք եւ այլն։ Շատ լավ։ Հետո Արև ջան, ախր այդքան մեծ աշխատանքներ ոնց։ Ես գիտեմ, որ դու 3 մետր 9 մետրի վրա ունես աշխատանք արած, այդ ոնց է այդ բանը։ Այդ դրա մասին, հետո գիտես ուզում եմ ինչի մասին շատ հակիրճ խոսես, որ Ֆրեզնոյում եւ Դեթրոյթում քո արած աշխատանքը։ Այո, հենց վերջի աշխատանքս, այդ ծավալուն աշխատանքս գտնվում են այնտեղ։ 23 թվականին Դեթրոյթի Սուրբ Հովանես եկեղեցում տեղադրվեց մեծ պանո, Deep Mystery անգլերեն, գաղտնիք էր կոչվում եւ ամբողջ հայ ազգի պատմությունն էր այդ պանոյի վրա, տառերով, մշակույթի զարդերով, թող չթվա ծեծված թեմա, բայց Մասիս Սարը շողում էր, որպես հայության ամբողջ սիմվոլները ներառված էին այս պատի մեջ, ամբողջ արծաթագույն, մի խոսքով հրաշալի բացում կատարվեց։ Դու նաև ցուցահանդես բացեցիր Արցախում 2022 թվականին։ Պատերազմի ժամանակ։ Այն ժամանակ, երբ որ տղաս կանգնած էր սահմանին, ես ցուցահանդես էի անում Արցախում։ Եվ այդ ցուցահանդեսի շնորհիվ էր, որ կարողացա իմ վրա վերցնել Արվեստի ակադեմիայի վերազինումը եւ Փառք Աստծո բոլոր ծրագրերը, որ մոտ են եկել, ես մենակ չեմ եղել, մեծ թիմով եմ եղել, դա եղել է իմ ընկերական շրջապատը, դա եղել է իմ ընտանիքի աջակցությունը, դա եղել են ուղակի մարդիկ, ովքեր սիրում են եւ արվեստը, եւ բարեգործությունը, եւ սա մեծ թիմ է, մեծ սեր է, որ այս ամեն ինչի հիմքում կանգնած է։ Մենակ ոչինչ չես կարող անել այս կյանքում։ Արև ջան, մի հարց էլ տամ, իսկ այստեղ Լոս Անջելեսում պատրաստվում ես մի մեծ հետաքրքիր ցուցահանդես ունենալ։ Այո, Աշոտ ջան, պատրաստվում եմ, ցուցահանդեսի անունը որոշված է, բայց դեռ աշխատանքները չկան, ստեղծվում են, լինելու է transformation, վերափոխում։ Պատրաստվում եմ այս ցուցահանդեսին եւ հուսամ կգտնեմ տարածք, հուսամ կգտնեմ ճիշտ ժամանակ եւ ճիշտ պատրաստված կլինեմ մի նոր ցուցահանդեսի։ Հետո 2005 թվականին առաջին անգամ քո ցուցահանդեսը եղավ Երևանի նկարիչների միությունում, չէ՞, ու քո համար շատ շրջադարձային եղավ դա։ Երկու բառով խնդրում եմ դա ներկայացնել։ Ցուցահանդեսս կոչվում էր Ծաղիկներս նահատակած, նվիրված էր Եղեռնի 90-ամյակին, եւ հենց այդ ցուցահանդեսով ես կարծես միքս եղա հեռուստատեսային աշխարհից դեպի արվեստի աշխարհ եւ սկսվեց ուղիս դեպի մեծ ճանապարհ, մեծ աշխարհ եւ նկարչությամբ, արվեստով, գույներով լի աշխարհ։ Դու շատ լավ ճանապարհ ես անցել ու անցնում ես, ես քեզ այդ բոլոր ճանապարհներում հաջողություն եմ ցանկանում, թող կանաչ լինեն ու վարդերով կողքերս, հա, դու սիրուն։ Շնորհակալ եմ, Աշոտ ջան։ Արևն էլ արևի հետ միշտ կողքին լինի։ Ձեր բոլորի սերը ինձ ուղղորդելու է, այսպես թե այնպես։ Մենք սրտանց ենք ցանկանում, անկեղծ որ ցանկանում եմ կատարվում է։ Արև ջան, դարձյալ ավարտվեց երկրորդ մասը, մի բան էլ անցավ։ Հիմա ես ուզում եմ գովազդի անցնեմ, հələ մենք շատ երկար բաներ ունենք խոսելու։ Սիրելի բարեկամներ, գովազդ է արդյունի եթերում, որից հետո կշարունակեմ Արևի հետ մեր արևային խոսակցությունը։ Գովազդ է արդյունի եթերում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցը Արև Պետրոսյանի հետ։ Արև ջան,
Ես ուզում եմ իմանալ, անպայման չի, որ այդ մարդը քեզ դաստված լինի դպրոցում կամ համալսարանում կամ չգիտեմ ինստիտուտում, ակադեմիայում, բայց ամեն մարդ իր դասատուներն ունի, կյանքի դասատուներ կան, որից մենք սովորում ենք, օրինակ նկարիչներ մեծ, դերասաններ մեծ, չէ, որոնցից մենք սովորում, ու մենք համարում ենք նաև նրանց մեզ համարում ենք նաև ուսուցիչներ։ Քո առաջի ուսուցիչը ով ա եղել։ Աշոտ ջան, պիտի ասեմ, որ առաջի եւ ոչ վերջի եւ դեռ շարունակական հայրս։ Ընտանիքս։ Հայրս, քանի որ ես միշտ տեսնում էի նրա ազատությունը ստեղծագործության մեջ, նրա կյանք սիրելը, բնություն սիրելը, հրաշք քանդակագործ, հրաշք։ Ես տեսնում էի նրա փոքրամարմին ծավալի, այսինքն մեծ ծավալով աշխատանքները եւ մինչ օրս ես համարում եմ, որ ինքը դեռ ինձ ուղղորդում է եւ շատ բաներում դեռ շատ բան ունեմ իրենից սովորելու։ Արև ջան, մեկ հարց եւս, իսկ բանը կա մի թեմա, որի մասին դուք կուզեիր խոսեիր ու մենք չանդրադարձանք դրան։ Այո, շատ կուզենայի խոսել մարդկային բարության մասին, սիրո մասին։ Շատ կուզենայի նոր խոսեցինք որպես ուսուցիչ, հայրս էր մասնագիտական առումով, բայց կարծում եմ մարդու կերտման եւ սիրո բարության, կանացիության առումով մորիցս եմ դա ստացել Ալիսից։ Չեմ կարող իրան անունը չնշել, որովհետև շատ մեծ լումա ունի։ Ուզում եմ անպայման փոխանցողը լինեմ մարդկանց։ Եղբորդ մասին չասեցիր, որ շատ տաղանդավոր։ Երկու հրաշք եղբայրներ ունեմ, մեկը Վահագնը, մյուսը Արեգը, եւ երկուսն էլ տարբեր առումներով ֆանտաստիկ գործ են անում։ Բայց ասածս նա է, որ շատ ուզում եմ մարդկության մեջ այդ սերը, բարությունը եւ կարծում եմ, որ այս գեղեցիկ աստվածային շնորհը, որ մեզ տրվել է սիրելու եւ բարի լինելու, փրկելու է մի օր աշխարհը, դադարելու են պատերազմները, այնպես որ սիրենք։ Դու գիտես, որ մեր այս հաղորդման շնորհակալություն այդ պատասխանի համար, հաղորդման 3-րդ մասում պատմում են իրական պատմություններ, ցանկալի զվարճալի եւ անեկդոտներ։ Լսում ենք ձեզ։ Ես զվարճալի պատմություններ շատ ունեմ, անեկդոտ մեկը կպատմեմ, որ շատ սիրում եմ, հնարավոր է, որ հանդիսատեսը հիշի այս անեկդոտը, շատ հին, բայց շատ սիրված։ Ուրեմն երկու ընկեր կանգնած են կանգառում։ Մեկ էլ մի հատ շատ գեղեցիկ աղջիկ է անցնում, քամուց մազերը տատանվում են, ինքը սենց հիացմունքով եւ գեղեցկությամբ ասում է ընկերոջը ձեռքով բան անում, դու տեսար ոնց ինձ ժպտաց։ Մարդ ասեց, այդ ինչ էր։ Առաջի անգամ որ քեզ տեսել էի, ծիծաղից մեռել էի։ Այդ կարծեմ բանի մասին է, ես դա գիտեի, որ ամուսիններով են քայլում, կին ասում են, տղամարդը ինձ շպտաց, ասում ինչ ես խոսում, ես խոսում որ առաջի անգամ դասը ուշ կզգնաց ծիծաղից ասում։ Շատ լավն է։ Ուրիշ իրական պատմություն։ Իրական պատմություններ շատ ունեմ, բայց վերջի շրջանի պատմությունն եմ հիշում, որ իմ համար միշտ ծիծաղելի է։ Դե այս պատերազմի շրջանում շատ ծանր էր բոլորիս վիճակը եւ առավել իմը, որտեղ տղա սահմանին էր, եւ ես փորձում էի այդ ծանրությունը մի կերպ դուրս հանել սպորտ դահլիճում, ամեն առավոտ ժամը 6-ից 9, ինչքան ծանր բան կար, գնում էի մարզանքի եւ հիշում եմ մի օր այտենց պարապած, թշերս կարմիր, ես քրտնած, մազերս կապած, ինչ որ շատ զզվելի վիճակով մի խոսքով կանգնած եմ, մեկ էլ երկու աղջիկ մոտեցան, ասին, դուք Արև Պետրոսյանն եք, այնքան անհարմար վիճակս, որ ես ես ծանրակարերը բարձրացրեցի, ասի ճիշտն ասած միշտ ինձ շփոթում են Արևի հետ, բայց ոչ, ես ասի Արևը չէ, չգիտեի ոնց դուրս գա այդ սիտուացիայից։ Ո՞նց է լինում պատմություն, թե։ Կարող է շատ ունեմ, բայց չեմ հիշում։ Ախրդես մեկ վիճակներ են լինում, որ չգիտես ոնց դուրս գաս այդ վիճակից, երևի պատմելու չեր ենել ես հաղորդման ժամանակ, բայց քեզնից հետո ուղղակի որ պատմեցիր, ես էլ կուզեմ սա պատմեմ։ Կնոջս տեղ մի անգամ ճնշումը շատ բարձրացավ,
մինչև 240,000 եկան եւ այդ բանով տարան emergency, չէ՞։ Տարան ես էլ քանի որ չէի կարող իրաց հետևից քշելով հասնել, ասի հարևաններն ասին ինքը չի կարա էլի շոտ արագ դեկնում եմ ես։ Նստածին ինձ հետ տարան հասան այնտեղ իջացին ու կնոջս այդ բանի վրա քշելով տարան կյանքում ես այդպես վիճակում չի եղել, սիրտս կանգնում է, չգիտեմ ինչամ, իմ սիրած էակին տանում են, ես չեմ կարողանում որևէ բան օգտեմ։ Ինձ էլ հասկացին, որ գնա ընդունարանում սպասի, մենք քեզ կտեղեկացնենք։ Ու ես տարան կնոջս ու ես գնում եմ ընդունարան, ես տխուր ամադիր, չգիտեմ ինչամ, երկու սիրունի աղջիկ հայ դուրս եկան դեմս, պարոն Ղազարյան, կարելի է ձեզ հետ նկարվել։ Այդ սրտիս այդ տրամադրությանից բայց շփտալով սիրուն նկարվեցի նրանց հետ։ Լինում են պահեր, որ չես կարող քո դերը փոխել, կյանքի դերը։ Արև ջան, ոնց որ ավարտվեց մեր զրույցը, որ շատ ցավում եմ, որ այսքան արագ թռավ։ Ես ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել ու սպասել քո այն նորանոր հաջողություններին, իսկ քո հաջողությունները այնքան շատ լինեն, որ չհասցնես դրանք անել, չհասցնես, չիմանաս որն անես, բայց տակից դուրս գաս։ Լիքը հաջողություններ, քո հաջողությունների համար իմացի առաջի ուրախացողներից մեկը, երկուսը ես ու կինս պետք է լինենք։ Թող լինի այդպես, Աշոտ ջան։ Եվ գիտես ինչ, մենք համագործակցում ենք Քենեթ Վիլիջի վրա գտնվող այդ ծաղկի սրահից, հրաշալի խանութ, հրաշալի աշխատողներ, նկարչուհի նաև տիրուհին, գեղեցիկ, մի օր գնա ու կտեսնես իր սիրուն նկարները, շատ լավ, ինքը արվեստագետ է։ Եվ գեղեցիկ ծաղիկներ են պատրաստում, հետո բացի այդ լավ շոկոլադներ ունեն, ստանում են Եվրոպայից, բան։ Համագործակցում ենք իրաց հետ եւ որ իմացավ կոմոդ եմ գալի, վայ ասեց ես իրան շատ եմ սիրում, որ իմանայի նախորոք ավելի մեծ ծաղկեր, ավելի հետաքրքիր բան կպատրաստեի, բայց սա է նվիրել հիմա ես ուզում եմ նրանց նվերը հասնել քեզ։ Անսահման շնորհակալ եմ։ Հրաշք։ Մի հրաշք բան։ Իմիջիայլուց ես էլ անակնկալով եմ եկել։ Կարող ես դնես հետո վերստես։ Այսօր այս փոքրիկ մանրանկարները բերեցի ոչ միայն դիտելու համար, այլ նաև այս մեկը որոշել եմ, որ պիտի նվեր ընծալինի ձեր ընտանիքին։ Քեզ եւ Մելանիային շատ եմ սիրում, Աշոտ ջան, եւ թող տիրամայրը մանկան հետ ձեզ պահապան լինի։ Այսքան մեծ նվեր ես չէի պատկերացնում, անչափ շնորհակալ եմ, զգացված ու հուզված։ Շնորհակալություն, Արև ջան, հաջողություններից սպասում եմ։ Սիրով։ Վերցնեմ ծաղիկս։ Այո, հարիկը։ Անսահման շնորհակալ եմ եւ անպայման կօգտվեմ։ Խնդրեմ։ Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում։ Իմ հյուրն էր շատ սիրելի, շատ տաղանդավոր ու շատ հաճելի միանձնավորություն Արև Պետրոսյանը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ։ Շնորհակալություն նրան, իսկ այժմ ես ուզում եմ անցնել մեր հաղորդման ավարտական խոսքերին։ Մենք բարեկամներ չունենք եւ չենք էլ ունենա, քանի որ մենք ինքներս մեզ բարեկամ չենք։ Այսքանը սիրելի բարեկամներ, սիրեք իրար ու բարեկամացեք։ Միշտ նոր հանդիպում, բարի գիշեր։ Աշոտ, Facebook-իդ կոդը ասա ու գնա քնելու, հերիք եղավ։ Facebook-ից կոդը կասեմ, բայց չեմ քնի։ Ինչու՞։ Որովհետև չեմ ուզում քնած մեռնեմ։ Բան